Հաշվառուց արբիտրաժի մասին հիշում եք այստեղ ինչ խոսակցություններ տեղի ունենում, որ արբիտրաժը բանը հեցի նախկին սեփական տերերը բաները կալուգացին արբիտրաժում հաղթել է։ Երբ որ այս շենքում պարզվեց իրանք մարդուն էին, այդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում բացում է կոռուպցիա։ Բայց կոռուպցիա չի, իմիջիայլոց որևէ մեկը հետաքննել է այդ մարդու գործունեությունը, որ գրություններ գրել, ստեղ բան կար, չէ, պարտականությունները կատարող, գրություններ գրել, իր գրության հիման վրա աղմուկ էր, որևէ ես իրավապահ մարմիններին եմ դիմում, որևէ մեկը քննել է, հետո գնաց մի ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչում։ Որևէ մեկը քննել է, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա, այդ ինչ կապեր են գործը։ Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Տենակ այդ մարդը ինչ էր անում, ստեղից բաներ լրատվական ու քաղաքական դաշտի ինֆորմացիաներ էր տալիս եւ անտրամաբանական գրություններ, հատե լրագրողները տերորի մեջ, վայ, կառավարությունը արբիտրաժում պարտվելու է, բա ինչի՞ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում, որովհետեւ բաները տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։ Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս, թող տրոյական ձիու գործունեությունը քննեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննելա կոռուպցիա, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից, քննել են այդ դեպքը, թե չեն քննել։